Ի վերջո ում պետք է դիմել տարբեր խնդիրների դեպքում՝ նյարդաբանի, հոգեբուժի, հոգեթերապևտի, թե հոգեբանի եւ որոնք են այդ մասնագետների տարբերությունները։ Այսօր պատասխանելու ենք այդ հարցերին նևրոլոգիկայի հերթական թողարկման շրջանակներում։ Դուք դոկտոր Սրոմ YouTube-յան ալիքում եք, մի մոռացեք բաժանորդագրվել հետագա թողարկումները բաց չթողնելու համար։ Թե նյարդաբանը, թե հոգեբուժը, թե հոգեբանը աշխատում են մարդկանց հոգեբանական ախտանիշների հետ։ Սակայն հոգեբանական ախտանիշները հաճախ փոխկապակցված են լինում նաև ֆիզիկական գանգատների հետ։ Ով է հոգեբանը։ Եթե իհարկե նա բժիշկ չէ, ով վերապատրաստվել է որպես հոգեբան, ելի սկզբանե ստացել է հոգեբանական կրթություն, անձնավորություն է, ով բժիշկ չէ եւ ով դեղորայքային նշանակումներ չի անում ու զբաղվում է մարդկանց հոգեբանական աջակցմամբ։ Ով է հոգեբույժը։ Հոգեբույժը բժիշկ է, ով բուժում է հոգեբուժական խնդիրներ։ Եվ ով է նյարդաբանը, նյարդաբանը բժիշկ է, ով զբաղվում է նյարդաբանական խնդիրների եւ նյարդաբանական հիվանդությունների բուժմամբ։ Թե հոգեբույժը եւ թե նյարդաբանը զբաղվում են բուժմամբ եւ դեղորայքի նշանակմամբ, որոնք ունեն ազդեցություններ կենտրոնական նյարդային համակարգի վրա։ 19-րդ դարի երկրորդ կեսին Ֆրանսիայում ծաղկում ապրեց հոգեբուժությունը եւ նյարդաբանությունը։ Ամենավառ ներկայացուցիչը Շարկոն էր, ով եւ նյարդաբան էր եւ հոգեբույժ էր, եւ Շարկոն զարգացրեց գլխուղեղի մասին գիտությունը։ 20-րդ դարում տեղի ունեցավ տարանջատում դեպի նյարդաբանական խնդիրներ, այսինքն խնդիրներ, որոնք ավելի շատ ֆիզիկական են, եւ դեպի հոգեբուժական խնդիրներ։ Սակայն առօրյա գործունեությունը ցույց է տալիս, որ շատ մարդկանց մոտ ախտանիշները եւ խնդիրները համակցված ու միախառնված են իրար։ Պետք չէ, որ լինի մասնագիտությունների կոնֆլիկտ։ Նյարդաբանը եւ հոգեբուժը մրցակցելու համար չեն։ Նյարդաբանը եւ հոգեբուժը իրար փոխլրացնելու համար են։ Կան շատ խնդիրներ, որոնք ի սկզբանե լինում են հոգեցին, կապ չեն ունենում նյարդային համակարգի օրգանական վնասման հետ, սակայն փոխում են նյարդային համակարգի աշխատանքի բնույթը եւ տեղի են ունենում հոգեբուժական նշանակումներ եւ սկսվում է հոգեբուժական բուժում։ Սակայն հոգեբուժական շատ դեղեր հետագայում ունենում են կուտակային վատ էֆեկտ նյարդային համակարգի վրա եւ կարող են առաջանալ երկրորդային նյարդաբանական խնդիրներ, որոնցից ամենահայտնին եւ ակնառուն երկրորդային դեղորայքային պարկինսոնիզմն է։ Նյարդաբանը, ինչպես որ տարբեր բժիշկ մասնագետներ նյարդաբանական խանգարումների համար իրավունք ունի եւ հաճախ պետք է նշանակի հակադեպրեսանտներ։ Սակայն հակադեպրեսանտները ազդելու են մարդու հոգեբանական վիճակի եւ երկարատև կիրառման դեպքում միգուցե նաեւ հոգեկան առողջության որոշ դրսևորումների վրա։ Չպետք է պայքարել, չպետք է տարանջատել նյարդաբանի, հոգեբուժի եւ հոգեբանի աշխատանքը։ Այս բոլոր մասնագետները անում են մեկ գործ։ Նրանք պայքարում են ձեր առողջության եւ հոգեբանական ներդաշնակության համար։ Կան դեպքեր, երբ նրանցից մեկի աշխատանքի սխալները կարող են հանգեցնել մյուսի համար լուրջ խնդիրների լուծման առաջացման։ Եվ հաճախ ինձ անձամբ հարցնում են, արդյոք ես հոգեբանական խնդիրների դեպքում զբաղվում եմ դրանց բուժմամբ։ Նյարդաբանները չպետք է զբաղվեն հոգեբանական խնդիրների բուժմամբ։ Նյարդաբանները պետք է ուղղորդեն բուժառուներին դիմել հոգեբանի կամ հոգեբուժի աջակցության, խորհրդատվության, սակայն նյարդաբանները իրենց գիտելիքների եւ հնարավորությունների սահմաններում կարող են նշանակել դեղորայք, որոնք ունեն որոշակի ազդեցություն կենտրոնական նյարդային համակարգի եւ մարդու մոտ տեղի ունեցող հոգեբանական գործընթացների վրա, սակայն այդ նշանակումներում պետք է լինեն առավելագույնս զգույշ եւ գրագետ եւ խորհրդակցեն իրենց հոգեբուժ գործընկերների հետ։ Օգնություն խնդրելն է։ Կան դեպքեր, երբ տարբեր պատճառներով մարդիկ խուսափում են դիմել հոգեբուժի կամ օրինակ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում չկան հոգեբուժներ, չկան նյարդաբաններ, դիմեք որևէ մեկին խնդիր ունենալու դեպքում եւ գրագետ ու բարեխիղճ մասնագետի հանդիպելու դեպքում համոզված եղեք, որ նա կտանի ձեզ թիմային աշխատանքով աշխատելու ուղղությամբ եւ ձեր խնդիրը ի վերջո կգտնի լուծում։ Եղեք տեղեկացված, մի ապրեք վախերով եւ եղեք առողջ։ Կհանդիպենք։